21 TV եթերում իր աշխատանքն է սկսում ապրենք առողջ է բարև ձեզ, ես Տաթև Արաքելյանն եմ, այսօր տաղավարում հյուրընկալել եմ էթիկետի և արարողակարգի մասնագետ Հասմիկ Խաչատրյանին, սակայն մինչև զրույցին անցնել ուզում եմ ասել շնորհակալություն Glimpse Beauty House-ին, տեղեկացնելով, որ այն գտնվում է Գյուրջյան 17 հասցեում, իսկ հեռախոսահամարն է 077 31 30 74, բարի գալուստ, շնորհակալություն, որ այստեղ եք։ Բարև ձեզ, ես ևս շնորհակալ եմ։ Այս հաղորդման ընթացքում ուզում եմ խոսենք բժիշկ, բուժառու, պացիենտ այս հարաբերությունների մասին, էթիկետի կանոնների մասին, որովհետև շատ հաճախ սրանք լինում են իսկապես որոշիչ։ Արդյոք մենք ուզում ենք նույն բժշկի մոտ երկրորդ անգամ լինել, թե ոչ, եւ հակառակը նաեւ չէ, որ բժիշկն ունի իրավունք ընտրելու, ուզում է այս պացիենտի հետ անցնել այդ ճանապարհը, թե ոչ, որովհետև մեծամասամբ բուժման process-ը 1 կամ 2 հանդիպումով չի ավարտվում։ Հետևաբար հաղորդման առաջին հատվածում խոսենք պացիենտի այն բոլոր էթիկայի կանոններից, որոնք որ հիմնականում խախտվում են եւ չպետք է լինեն եւ կարեւոր խորհուրդներ առանձնացնենք։ Առաջինը, ինչպես դիմել բժշկին, կարծում եմ ամենատարածված սխալներից մեկն է, ներողություն իհարկե արտահայտության համար, բայց շատ հաճախ մենք մանավանդ երբ երիտասարդ մասնագետի մոտ ենք լինում, ընկեր ջան, քույրիկ ջան, եթե ավագ պացիենտ է լինում, բալիկ ջան, աղջիկ ջան եւ նման այսպես դիմելաձևով ենք դիմում բժշկին։ Ինչպես է պետք ճիշտ մոտենալ մասնագետին։ Տեսեք, տարբեր երկրներում իհարկե մոտեցումը տարբեր է, բայց հարգանքը ամեն դեպքում առաջին տեղում է, այո, եւ առհասարակ ըստ էթիկետի անկախ նրանից բժշկական համակարգի մասին ենք խոսում, թե իրավական, թե կապ չունի։ Ըստ էթիկետի հարգանքի կանոնը պահպանելը սա առաջին բանն է, որ պետք է լինի, այսինքն երբ երկու մարդ հանդիպեցին իրար, հարգանքը միանգամից ծնվում է եւ պահպանվում մինչեւ վերջին պահը։ Այս թվում նաև բնականաբար բժիշկ-բուժառու հարաբերություններում եւ մարդուն դիմել նույնիսկ թվում է թե բալիկ ջան, ազիզ ջան, աղջիկս, սա այո, սա հարգալից չէ, ինչու, որովհետեւ խախտվում է այդ սահմանը, որ պետք է ամեն դեպքում պահպանել մասնագիտության մեջ, հա, որովհետև երբ որ այդ սահմանը խախտում ենք, այստեղ արդեն մեր սպասելիքներն են փոխվում բժշկից։ Երբ որ մենք ասում ենք աղջիկս, մենք նրան այդպես էլ փորձում ենք վերաբերվել եւ պարտադրել, մանիպուլացնել, հա, կոպիտ ասած, որպեսզի մեզ վերաբերվեն մոր կամ տատիկի նման։ Այսինքն այս սահմանը պահել եւ մասնագետին մոտենալ որպես մասնագետ շատ ճիշտ է, այդ իսկ պատճառով կամ օրինակ բժիշկ Արմեն, եթե դիմում են անունով, այսինքն բժիշկը ինքն է որոշում, հա, այստեղ շատ կարևոր բան կա։ Մարդը ներկայանալիս ինքն է որոշում իրեն ինչպես դիմեն, ոնց ներկայանում է, այդպես պետք է դիմել։ Այսինքն բժիշկը պիտի առաջինը ներկայանա։ Այո, եթե ներկայանում է բարև ձեզ, ես ձեզ բուժող բժիշկն եմ, անունս Արմեն է, այս դեպքում նա տալիս է թույլտվություն իրեն դիմել որպես Արմեն։ Իսկ եթե ինքը չի ներկայանում, ենք ունենք իրավունք ինքներս հարցնենք, ինչպես ես դիմենք օրինակ։ Ունենք իրավունք, բայց այստեղ նույն էթիկետի կանոններից ելնելով, հա, մարդը ինքը պետք է ներկայանա, որպեսզի հասկանանք ինչպես ենք իրեն դիմում։ Թույլտվությունը ինքն է տալիս։ Եթե մարդը ներկայանում է որպես օրինակ պրոֆեսոր Մարտիրոսյան, ապա դիմում ենք որպես պրոֆեսոր Մարտիրոսյան։ Բժիշկը ինքն է տալիս մեզ ուղղություն, ոնց դիմել իրեն, այո։ Եվ հակառակն է, չէ՞ լինում։ Իհարկե մենք որոշել էինք, որ հաղորդման սկզբում պիտի բացառապես պացիենտների էթիկայի կանոններից խոսենք, բայց որպես շարունակություն նաև հակառակն է լինում, երբ օրինակ բժիշկը, բուժքույրը, նաև մայրապետը դիմում են, եթե երեխաներին են օրինակ սպասարկում, օրինակ աղջիկ ջան, բալիկ ջան եւ այսպես։ Այստեղ եւս խախտվում է, թե այստեղ նաև հարազատական որոշակի մոտեցում է ցուցաբերում բժիշկը, ցույց տալու, որ պետք չէ վախենալ օրինակ, պետք է ավելի ազատ լինել եւ այլն եւ այլն։ Տեսեք, այստեղ այդ փոքրին որպես փոքր մոտենալու հոգատարություն, դեռահաս է, ոչ թե առհասարակ էթիկետում կա այսպիսի կանոն, 12-ը լրացած անձանց արդեն դիմում ենք դուքով, մինչև 12 տարեկան կարելի է դիմել որպես երեխա, հա, որպես մեր փոքրիկ, հոգատարություն, խնամք եւ այլն եւ այլն։ 12-ից բարձր արդեն մարդը բավականաչափ գիտակից եւ հասուն է, որպեսզի նրան դիմենք դուքով եւ հարգենք նրա անձը եւ անձնական տարածքը։ Այս իսկ պատճառով կարելի է իհարկե
հետևել ես կանոնին եւ 12+ տարիքի, հա, բուժառուին դիմել դուքով, մոտենալ դուքով, բայց այստեղ կարծում եմ երեխաների հետ կապված մի փոքր անձնական մոտեցման խնդիր կա, որովհետեւ երեխան ամեն դեպքում վախի բան ունի, հա, երբ որ մտնում է կլինիկա, այստեղ արդեն գիտի, որ իրեն շոկոլադ չեն նվիրելու, ծաղիկներ չեն տալու եւ չեն խաղալու իր հետ, այստեղ ինչ որ process է տեղի ունենալու, որը միգուցե նաեւ իր համար ցավոտ է եւ վախենալու։ Հետ իսկ պատճառով այս փաղաքշական մոտեցումը մի փոքր թույլատրելի է եւ առհասարակ այսպիսի բան կա, բժիշկները հաճախ եմ նկատել, անձամբ ինքս հաճախ եմ նկատել, այսպիսի խնդիր ունեն բուժառուի հետ մի փոքր մունաթախառը տոնով շփվելու, հա, թվում է թե կա ինչ-որ կանոն նաև իրենց կողմից, որ պետք է պահպանվի, հա, այն առումով, որ շատ ջերմ չմոտենալ, բուժառուին պահպանել դիստանցիա եւ այլն, բայց այս չի նշանակում, որ պետք է լինել չափից դուրս չոր, որպեսզի դիմացինը դա անցալի որպես այդ հայկական մունաթը, հա, ինչու, որովհետև մարդը գիտի, որ գնացել է կլինիկա, ինքը գնացել է արդեն խնդրով։ Այստեղ կա վախ, այստեղ կա անհանգստություն, այստեղ կա շատ դեպքերում կյանքի համար պայքար եւ այլն եւ այլն։ Եվ մարդուն առանց այդ վիճակում չեմ ասում, որ պետք է, հա, անդադ խնամք տանել, շոյել, ու խնամք տանել որպես ծնող կամ որպես տատիկ պապիկ, չէ, սրա մասին չի խոսքը, բայց խնամք տանել որպես մասնագետ, բժիշկը պարտավոր է։ Այսինքն այս հարգանքը պետքա փոխադարձ լինի, հա, նույնիսկ այո, դուքի սահմանը պահելով հոգատարություն պետք է, որովհետև մարդը վախով եւ անհանգստությամբ է եկել ու ինչքան հոգատարությունը մեծ է, այդքան այդ անհանգստությունը եւ բժշկին վստահելու process-ը ավելի հեշտ է։ Իսկ կարծում եմ ինչքան քեզ վստահում են, դու այդքան հեշտ ես քո գործն անում։ Եվ արդյունավետ։ Նաև մեր երկրում ի ուրախություն նաև կարող ենք ասել, որ բժշկությունը ավելի քան հասանելի է։ Մենք կարող ենք մեկ կլիկով խոսել բժշկի հետ, կապի դուրս գալ այնպիսի մասնագետների հետ, որոնց նույն կատեգորիան եթե նայենք օրինակ արտասահմանում, ամիսներ, տարիներ են պետք մինչև հասնենք, հա, նման մարդկանց մոտ, բայց մեզ մոտ շատ ավելի հեշտ է գտնելը։ Այստեղ նաև շփումը on-line հարթակում, հա, ինչպես պետք է ճիշտ կազմակերպել, որ ժամին գրել, ինչպես մոտենալ, ինչպես սկսել եւ այլն, հա, այս on-line հարթակում, որ կարծես թե առաջնային օղակ է եկել, ինչպես էթիկետի ճիշտ կանոններով շրջվել։ Տեսեք, բնականաբար թվային էթիկետ գոյություն ունի եւ այս էթիկետը ոչ միայն առօրյա կյանքում է, հա, եւ գործարար աշխարհին է հատուկ, այլ նաեւ բժշկական ոլորտին եւ կանոնները պահպանելը շատ կարեւոր է։ Ես միշտ իմ բժիշկ ընկերներին, մտերիմներին խորհուրդ եմ տալիս ունենալ այցեքարտեր, այսինքն ոչ թե կլինիկայի այցեքարտը տալ բուժառուին, այլ քո անձնական այցեքարտը տալ բուժառուին, ինչու, որովհետեւ այն ինֆորմացիան, որ դու գրում ես այցեքարտի վրա, դու դրանով հուշում ես բուժառուին, որ դեպքերում եւ որ կոնտակտներով կարելի է կապվել քեզ հետ։ Մարդիկ երբեմն նեղվում են, հա, որ բուժառուն իրենց գրում է Viber-ով, WhatsApp-ով, Telegram-ով, բայց եթե դուք տալիս եք այցեքարտ մարդուն, որի վրա այդ բոլոր կոնտակտները կան, դուք հուշում եք նրան, որ այդ կոնտակտներով կարելի է ձեզ հետ կապվել։ Իսկ եթե դուք միայն բջջային հեռախոսահամար եք նշում, օրինակ, այդ դեպքում դուք տալիս եք մարդուն հնարավորություն, այո, եւ հուշում, որ միայն այդ տարբերակն եք ընդունում։ Իսկ թվայինի հետ կապված, հա, այնտեղ որտեղ մարդիկ գրում են Messenger, կլինի Instagram, շատ տարբեր հնարավոր տարբերակներով են գրում բուժառուները բժիշկներին։ Երբ որ բժիշկը ինքը կան մարդիկ, հա, որ ասում են ես իմ բուժառուի համար միշտ բաց եմ, ինձ կարող են գրել օրվա ցանկացած ժամի, որովհետև ես գիտեմ իմ բուժառուների խնդիրները եւ պատրաստ եմ միշտ լինել կապի մեջ։ Այստեղ կան արդեն կանոններ, որ բուժառուն ինքը պետք է հետևի, ուղարկել անմիջապես ձայնային հաղորդագրություն առանց թույլտվություն ստանալու չի կարելի։ Շատ դեպքերում ասում են, եթե շտապ է, բա ինչ անի մարդը, երկար ասելու բան ունի, զանգի։ Նման դեպքերում պետք է զանգել, եթե շատ շտապ է։ Վերջ շտապ օգնություն գոյություն ունի, եթե շատ շտապ է։ Եթե չեք զանգում, նշանակում է շատ շտապ չէ։
Ձայնային հաղորդագրություն լսել, մարդը բացում է, ինքը մենակ չէ, իրեն հարմար չէ, կան երեխաներ իր կողքը, հա, եւ լսում է բուժառուի խնդրի մասին։ Ոչ միայն ինքն է լսում, այլ նաև երեխան։ Մարդը պարտավոր չէ ամեն անգամ ականջակալով կամ ձայն իջեցրած լսել այդ ամենը, հա, լսում է։ Իսկ նախ թույլտվություն կարելի է կամ հարմար է։ Այո, եթե մարդը թույլ է տալիս, այդ դեպքում այո, ուղարկել ձայնային հաղորդագրություն, հակառակ դեպքում ավելի լավ է տեքստային տարբերակ, մարդը կպատասխանի, եթե շտապ չէ։ Տեքստային տարբերակ մարդը կկարդա, կպատասխանի։ Իսկ եթե շատ շտապ է, բնականաբար արդեն զանգ։ Իսկ ժամերը, որովհետև շատ հաճախ լինում են, չէ, որ շատ ուշ կամ շատ շուտ ժամը 6-ին, 5-ին, 7-ին ես շատ եմ ունենում այդպես խոսակցություններ բժիշկների հետ, որ ժամը 6-ին զանգահարում են մասնագետին։ Տեսեք, առհասարակ թույլատրելի ժամը դուք եք որոշում, բժիշկը ինքն է որոշում եւ բուժառուի հետ շփման ժամանակ ասում է. «Սա իմ համարն է, կարող եք զանգահարել մինչեւ այս ժամը»։ Դրանից հետո կարող եք զանգահարել բացառապես, եթե շատ կարևոր կյանքի մահվան հարց է, օրինակ։ Այսինքն հուշումը տալիս է բժիշկը։ Եթե բժիշկը նման բան չի ասել, այդ դեպքում պետք է ֆիքսել մի հատ շատ կարևոր բան։ Բժիշկը նույնպես մարդ է, նա մեր ընկերը չէ, նա այն մարդն է, ով զբաղվում է մեր առողջությամբ եւ ինքն էլ ունի անձնական կյանք, գնում է տուն, փորձում է հանգստանալ։ Ժամը 9-ից 21:00-ից հետո առհասարակ միայն բժիշկների մասին չի խոսքը, առհասարակ մարդուն գործով զանգահարել չի կարելի, բժիշկներին եւս եւ էլի կյանքի մահվան հարց կլինի, օքեյ, կարելի է զանգել նույնիսկ գիշերվա ժամը 3-ին կամ լուսադեմ ժամը 5-ին, բայց եթե իրոք կյանքի եւ մահվան հարց է, ոչ թե պարզապես մոռացել եմ այսօր դեղս խմել, օրինակ, բա ինչ անեմ։ Սա այն կարևոր հարցը։ Իսկ առավոտյան որ ժամից սկսված։ Առավոտյան բնականաբար արդեն, օրինակ, եթե մենք ապրեինք Եվրոպայում կամ Ամերիկայում, կասեի ժամը 7-ից կամ 8-ից, հա, որովհետև այնտեղ շուտ են արթնանում, շուտ են գնում աշխատանքի, մեզ մոտ աշխատանքային ժամը սկսվում է 9:00-ից կամ 10:00-ից, էլի բժիշկը եթե չի հուշում, որ ժամից սկսած կարելի է զանգել, այդ դեպքում 9-ից կարելի է զանգել առավոտյան։ Նաև բժշկի սենյակում արդեն վերադառնանք դեպի օֆլայն, հա, հարթակ։ Մենք բժշկի սենյակ մտնելուց հետո, հա, նստելու կարգը, որտեղ նստել, ինչպես վարվել, ինչ հագնել բժշկի գնալիս, նաև այնտեղ էթիկայի եւ հիգիենայի հետ կապված, հա, հարցեր եմ ուզում բարձրաձայնենք։ Կարևոր չափանիշները խնդրեմ առանձնացնեք։ Տեսեք, ինչպես բժշկի մոտ, այնպես ցանկացած տեղ գնալիս նախ հիգիենայի կանոնները պահպանելը ամենակարևոր բանն է։ Տանից դուրս գալ պարտադիր լողացած, պարտադիր, հատկապես եթե գնում ես բժշկի, այստեղ կրկնակի պետք է հետևել հիգիենային, քրտինք, կոշիկներ, ամեն ինչ, հագուստի մաքրություն, պարֆյումի չափավորություն, հա, եթե օրինակ ատամնաբուժի, ապա գոնե մասամբ դիմահարդարումը, այսինքն պետք է, այո, պետք է իմանալ ուր ես գնում եւ ինչպես հետեւել այդ ամենին, իսկ արդեն բժշկի մոտ, հա, հագուստի մաքրության մասին նույնիսկ ավելորդ եմ համարում խոսել, կարծում եմ, որ չափահաս մարդը, նույնիսկ ոչ չափահաս մարդը այս ամենապարզ կանոններին պետք է հետևի, չնայած հաճախ եմ լսում բժիշկներից, իմ ընկերներից նման խնդիրների մասին անհանգստություններ, այս դեպքում սխալ չի, եթե բժիշկը հուշում է, հա, բուժառուին, որ պետք է հետևել հիգիենային, որպեսզի հաջորդ անգամ, ինչպես դուք եք ասում, հա, մի անգամով սովորաբար չի սահմանափակվում այցը, որպեսզի հաջորդ անգամ բժիշկը գոնե չեմ ասում հաճույքով, որտեղ այստեղ մի քիչ հաճույքի մասին խոսք լինել չի կարող բուժառու հարաբերություններում, առանց տհաճության մասին է, բայց գոնե առանց տհաճության մոտենա բուժառուին բժիշկը։ Միշտ ասում եմ, բժիշկները նույնպես մարդիկ են, նրանք աստվածներ չեն, կիսաստվածներ չեն եւ պարտավոր չեն ամեն ինչ հանդուրժել։ Արդեն ներսում նախ պետք է մտնել մենակ, սովորաբար այսպիսի խնդիր կա, բուժառուն մտնում է, այո, բուժառուն մտնում է, հետևից մտնում է ընտանիքը, որտեղ անհանգստանում են, այո, սա նորմալ է, որ մարդիկ անհանգստանում են իրենց ընտանիքի անդամի համար։
բնականաբար, բայց կա մի շատ կարևոր բան, եթե բժիշկը ինքը չի հրավիրում ներս այն մարդուն, ով օրինակ պետք է որ խնամքով զբաղվող մարդն է եւ պետք է որ ներսում լինի, այդ դեպքում բուժառուն մտնում է մենակ եւ սպասում է թույլտվության նստելու։ Այսինքն բժիշկը պետք է ասի նստեք։ Համեցեք նստեք ու հուշի որտեղ նստել, որովհետեւ սովորաբար լինում է բազմոց, լինում են աթոռներ, բժիշկը ինքը պետք է հուշի, թե որտեղ է պետք նստել։ Եվ այստեղ արդեն բուն զրույցը բնականաբար արդեն դուքի սահմանում հարգանքով Ինչպես պայմանավորվել էինք, հաղորդման արդեն այս հատվածում ուզում եմ խոսենք բժիշկների էթիկայի կանոններից, որոնք եւս շատ կարեւոր են, եւ նույնիսկ վերջերս մի հոդված էի կարդում, երբ Միացյալ Նահանգներում, եթե չեմ սխալվում, հետազոտություն էին արել, երկու խումբ, այսպես պացիենտների, մի խումբ պացիենտների հետ աշխատել էին բժիշկներ, ովքեր ունեցել էին շատ կոպիտ վերաբերմունք, բայց տվել էին բուժառուի համար իսկապես արդյունավետ բուժման կուրս, եւ հակառակը ունեցել էին մի բժշկական որոնք շատ սիրալիր, շատ հոգատար, շատ էթիկետի կանոններով, բայց արդյունավետ չէր եղել բուժումը։ Եվ երբ վերջում հարցրել էին, թե որ խմբից էին գոհ, ճնշող մեծամասնությունը գոհունակություն հայտնել էր այն խմբի մասնագետներից, ովքեր թեկուզ արդյունավետ չէին աշխատել, բայց եղել էին սիրալիր։ Հիմա սա հաշվի առնելով ուզում եմ խոսենք բժիշկների էթիկետի կանոններից եւ երևի թե ելի սկսենք դիմելուց, որովհետեւ շատ հաճախ լինում են դեպքեր, երբ ուղղակի վերացական են խոսում մարդու հետ եւ այդ վերացականը ու դուքով խոսելը կարծես լղոզված սահմաններ ունեն եւ առաջին հայացքից այդ վերացականը կարծես նաեւ արհամարանքի սահմաններն անցնի։ Այստեղ ինչ կասեք։ Տեսեք, այս ամենասկիզբն ենք գնում, հա, ինչի մասին ամենասկզբում խոսեցինք, մարդու հանդեպ հարգանքը ամենակարևոր բանն է, առհասարակ անկախ հարաբերություններից, անկախ մասնագիտություններից, մարդը սիրում է շփվել այն մարդկանց հետ, ովքեր իրենց հարգում են։ Սա շատ կարևոր է։ Հատկապես, երբ որ խոսքը վերաբերում է կյանքին եւ առողջությանը, այստեղ բնականաբար էմոցիաները արդեն ավելի բարձր մակարդակի վրա են եւ մարդը սիրում է շփվել այն մարդկանց հետ, ովքեր իրենց հանդեպ հոգատար են։ Եվ բնականաբար հենց այդպես էլ այդ էքսպերիմենտը պետք է ավարտվեր, հա, մարդիկ պետք է ավելի շատ հաճույք ստանային այն բժիշկների հետ շփումից եւ աշխատանքից, ովքեր իրենց հանդեպ հոգատարություն են դրսեւորել։ Հիմա բացահայտում չեմ անի, որ ասեմ, որ շատ բժիշկներ կան, ովքեր շատ բարձրից են նայում, հա, իրենց բուժառուներին։ Ես ունենալով շատ բժիշկ ընկերներ, ասում եմ, երբեմն կատակում եմ, ասում եմ, ձեզ երբեմն թվում է, որ դուք աստու տեղակալներն եք աշխարհի վրա, որովհետև իրոք, երբ որ կողքից նայում ես, ոնց են շփվում բուժառուների հետ, այդ բարձր դիրքը, այդ չորությունը, կոպտությունը իրականում դա մարդուն վախեցնում է։ Այն մարդը, ով եկել է խնդրով, այդ տեսակ շփում մարդուն վախեցնում է։ Եվ եթե նույնիսկ մարդը գիտի, որ իր խնդիրը լուծելի խնդիր չէ, ինքը ամեն դեպքում այդ հոգատարությունից հույսով է լցվում, որովհետև հասկանում է, որ ամեն բան անում են իրեն օգնելու, իր կողքը լինելու համար։ Իսկ եթե դու մարդու համար ամեն բան անում ես ու վստահեցնում ես, որ ինքը բուժվելու է, բայց դու դա անում ես այս բարձր մակարդակից, մարդը այլևս չի ուզում վերադառնալ քեզ մոտ, չէ՞ որ այսպիսի բան կա, ասում են մարդու բուժման համար շատ կարևոր է, որ ինքը հավատա դրան։ Այս հոգեբանական գործոնը բժշկի կողմից պետք է թույլատրելի լինի, հա, այսինքն ինքը պետք է ցույց տա, որ ինքն էլ է հավատում։ Դու էլ պիտի հավատաս եւ ամեն ինչ լավ է լինելու։ Սա հոգեբանություն է, այստեղ պարտադիր է այդ վերաբերմունքը, հոգատարությունը, չափավոր, բայց հոգատարություն պետք է զգա մարդը, որ ցանկություն ունենա բուժվել հենց այդ մասնագետի մոտ։ Շատ հաճախ ես իհարկե տրամաբանորեն հասկանում եմ, որ
այն բժիշկները մանավանդ, ովքեր իսկապես շատ մեծ պահանջարկ ունեն, իրենց համար դժվար է շատ երկար ժամանակ հատկացնել բուժառուին, ի վերջո դրսում նաև հերթ է կուտակված եւ դա նորմալ է։ Միջինում իհարկե հասկանում եմ նաև որ այստեղ կախված խնդրից, կախված նաև այդ անամնեզ հավաքելուց եւ այլն, հա։ Միջինում բայց որքան ժամանակ պիտի հատկացվի էթիկետի կանոնները, եթե հաշվի առնենք, որքան ժամանակ պիտի հատկացվի մարդուն, որպեսզի կարողանաս, այսպես ասած, այդ առաջին տպավորություն կոչվածը ստանաս եւ լավ ստանաս։ Տեսեք, որպես այդպիսին ժամային ինչ որ առանձնահատկություն որոշակի ինչ որ սահման չեմ կարող ասել, որովհետև ըստ էթիկետի նման բան գոյություն չունի, այդ կախված է նրանից, թե մարդը ինչ խնդրով է եկել, բայց այսպիսի մի շատ կարևոր բան կա, որը ամեն դեպքում ինքս երբեք կլինիկաներում չեմ նկատել, բժիշկներն ունեն սովորաբար օգնականներ կամ մայրապետեր, ովքեր որ, հա, զբաղվում են բժշկի հետ բուժառուին բուժելով։ Դրսում միշտ հերթ է լինում։ Երբ որ 10-15 րոպե արդեն տևում է բժիշկ բուժառու շփումը, եւ բժիշկը հասկանում է, որ դեռ երկար կտևի, ոչինչ իրենից չի ներկայացնում, պարզապես կամ դուրս գալ անձամբ ինքը։ Խնդրի սպասողներին, որ գիտեք, մի փոքր էլ սպասեք, ես հասկանում եմ, որ ձեզ կանչել եմ այսինչ ժամին եւ հիմա սպասեցնում եմ, բայց ամեն դեպքում խնդրում եմ, այո, որովհետեւ դուք դրանով գնահատում եք մարդու ժամանակը, դուք ցուցադրում եք ձեր ուշադրությունն ու հոգատարությունը, դուք դրսևորում եք հարգանք մարդու անձի հանդեպ, որովհետեւ շատ մարդիկ բժիշկները աշխատում են 7 օր, հա, օրինակ, եւ կանչում են բնականաբար իրենց բուժառուներին այդ 7 օրվա ընթացքում։ Մարդիկ աշխատում են, այսինքն եթե ես աշխատանքային օրվա ձեր նշանակած ժամին եկել եմ ձեզ մոտ բուժվելու, այո, ինձ համար եմ եկել, բայց աշխատանքային ժամի եմ եկել եւ աշխատանքային օր եմ եկել։ Նշանակում է այնտեղ թույլտվություն եմ վերցրել եւ ասել եմ ժամ, հա, երբ կգամ աշխատանքի եւ հիմա ուշանում եմ։ Առանց էդ էլ անհանգստանում եմ, որ հիմա այնտեղ օրինակ նկատողություն եմ ստանալու կամ քիչ գումար եմ ստանալու։ Մի հատ էլ այստեղ ինձ բանի տեղ չեն դնում, արհամարում են, հարկ չեն համարում դուրս գալ ասել ես դեռ ինչքան պիտի սպասեմ, սա վիրավորական է։ Մինիմում։ Տեսեք ինչ փոքր, ոչինչ իրենից չներկայացնող բան է, պարզապես դուրս գալ հոգատարություն դրսևորել, ասել, որ ներողություն եմ խնդրում, մի փոքր էլ համբերությամբ զինվեք, հիմա կավարտեմ։ Նույն բանը կարող է անել մայրապետը, ոչ մի խնդիր։ Չնայած բժշկի այդ քայլը շատ ավելի գեղեցիկ կնայվի, բայց ամեն դեպքում ընդհանրապես մի նախադասություն է, բայց մի ամբողջ տրամադրություն կարող է փոխել բոլորի մոտ։ Թեման բավականին հետաքրքիր է, ես գոնե շատ հարցեր ունեի սրա հետ կապված, բայց քանի որ եթերային ժամանակը բավական սահմանափակ է, ուստի այսօրվա համար այսպես քննարկումները համարենք ավարտված, բայց չեմ ուզում այսպես բացասական, հա, նոտայով ավարտենք, ուստի նաև ուզում եմ վերջին խոսքը այս հաղորդման ընթացքում նկատենք, որ իսկապես բոլոր դեպքերում սայլը տեղից շարժվել է եւ այս ոլորտում եւս ունենք հաջողություններ, ունենք շատ բարձր էթիկայի կանոններով մասնագետներ, նաև պացիենտների մոտ կան փոփոխություններ, հարգալից վերաբերմունք, նաև վստահություն եւ այլն եւ այլն։ Մենք նաև կարող ենք ասել, այո, չենք աշխատել զուր, հա, այսպես նաև կարող ենք ասել։ Միանշանակ։ Տեսեք, կարծում եմ, որ կլինիկաների ղեկավարներից շատ բան է կախված, թե ինչ ընթացք կունենա բժիշկ-բուժառու փոխհարաբերությունները եւ կան կլինիկաներ, որտեղ հենց մուտքից ընդունարանից քեզ դիմավորում են, ուղեկցում են, դուրս ես գալիս բժշկի մոտից, պետք է գնաս ինչ որ անալիզներ հանձնելու, ինչ որ ստուգումներ անցնելու, քեզ ուղեկցում են, սա ֆանտաստիկ երևույթ է իրականում, որովհետեւ դու լարված ես, անհանգիստ ես եւ կա մեկը, ով քեզ քո կողքին է, քեզ տանում է այնտեղ, ուր պետք է, սա, այո, վերջին տարիների ձեռքբերում է, ինձ թվում է, որ բժշկության մեջ, կարծում եմ, որ դեռ կլինեն դրական տեղաշարժեր, դրական փոփոխություններ, կա ցանկություն եւ ցանկացած դրական բան վարակիչ է։
Շատ լավ, անչափ շնորհակալ եմ ներկայության ու զրույցի համար, վստահ եմ, որ ստացել ենք հաղորդում, որն իսկապես եւ պիտանի է բժիշկների համար եւ նաեւ պացիենտների համար։ Իսկ մեր բոլոր հեռուստադիտողներին ուզում եմ հիշեցնել, որ զրուցակիցս էթիկետի եւ արարողակարգի մասնագետ Հասմիկ Խաչատրյանն էր։ Մինչեւ հրաժեշտ տալն ուզում եմ եւս մեկ անգամ ասել շնորհակալություն սպասարկման համար Glimt Beauty House-ին, տեղեկացնելով, որ այն գտնվում է Գյուրջան 17 հասցեում, իսկ հեռախոսահամարն է 077 31 30 74։ Շնորհակալություն ուշադրության համար, ցտեսություն։